Պարոն Չախոյան, ձեր ծեծկրտուքից, որը տեղի ունեցավ Նորքի թաղապետարանում, արդեն մեկ շաբաթ անցել է, որը նախորդ երկուշաբթի էր, ակտիվ մասնակցություն ունեցավ նաև թաղապետը, սակայն մինչ օրս անպատիժ է, բայց քաղաքապետարանում ներողություն է խնդրել։ Ինչ կասեք այս մասին, արդյոք մի ներողությունով ամեն բան հարթվում է։ Ոչ, ներողությունով ոչ մի հարց չի լուծվում, պիտի պաշտոնանք լինի թե թաղապետը, թե իր հետի մասնակիցները։ Ասում են մարդը կարող է պատահել նման բան, արդյոք պաշտոնական դե ուրեմն հենց դա կայանում է նրանը, որ այս իշխանությունը խրախուսում է բռնությունը եւ չի դատապարտում եւ չի պատժում։ Եթե մարդ է կարող է դանել, բոլոր թաղապետները մարդ են, կարող է փողոցով քայլեն, զայրանան, քաղաքացի ծեծեն, դե մարդ են։ Դե մասիվում դեպքը եղել է, չէ՞, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվեց, ուրեմն մյուսը չպիտի ենթարկվի։ Այսինքն երկակի ստանդարտներ է գործում երկրում։ Այսինքն եթե նույն դեպքում ընդունենք, պատկերացնենք մի պահ, ես էլ մարդ ելնեմ, զայրանամ ու թաղապետին ծեծեի 10 հոգով, հիմա արդեն ձերբակալել, տարել, չգիտեմ, ԱԱՑ պատվալներում պահել էին, բայց ոչ իրանց դեպքում։ Դուք դատաբժշկական փորձաքննության ենթարկվել եք արդեն։ Այո։ Ինչ են ասում, ինչ պատասխան կա։ Դե իրենց պատասխանը ես չունեմ, իրանք եկել են արձանագրել են, գնացել են, իսկ բժշկի արձանագրումը եղել է հետևյալը, որ ես արյունազեղում ունեմ ու գլխը ցնցում եւ այլ հարվածներ։ Ձեր հաջորդ քայլերը որոնք են այս ամենից հետո։ Շարունակելու եք ձեր բացահայտումների շարքը։ Տեսեք, նորից կրկնվեմ։ Ինձ վրա մահափորձ են կատարել գիշերով տանշքամուտքի մոտանակով, որից հետո շատ ակտիվ իմ հանրային գործունեությունը շարունակել եմ։ Իմ վրա կացինով եւ զենքի կիրառման հարձակումը տեղի ունեցել եւ մի շարք այլ լիքը անախորժ պատմություններ եւ միջադեպեր այլը, որը նույնիսկ հանրային դաշտում դա հայտնի չի եւ այս թվում սա եւ բազմաթիվ ձերբակալումներ ա եղել, այսինքն քաղաքական հետապնդումներ, շինցուկ քրեական գործեր, հա, բայց որովից է դա ինք չի հանդիսանում, որ իմ հանրային գործունեությունը դադարացնեմ կամ չգիտեմ, մտափոխվեմ իմ սկզբունքներ։ Ես շարունակելու եմ նույն կերպ անարդարության դեմ պայքարելը ձեր հետ բոլորի ժողովրդի աջակցությամբ։ Չեք բացառում, որ կրկին ինչ-որ քրեական գործ կհարուցեն ձեր վրա, քանի որ Նորքի թաղապետը եւ աշխատակիցներն էլ պնդում էին, որ դուք եք սադրել ամեն բան, սակայն կադրերում ամեն բան այլ է երևում։ Տեսեք, իհարկե ես չեմ բացառում, դաժե ես նույնիսկ չեմ բացառում, որ եթե ինձ միգուցե, չգիտեմ, անենց հոդված դնել, որ, չգիտեմ, մի օր խոսքի օրինակ ինձ մոտ հայտնաբերեն Իսկանդերի ուլտը, այսինքն ամեն ինչը ես չեմ բացառում, որովհետև այդ ամենը այս իշխանությանը բնորոշ է, տեսանյութերում հստակ երևում է իմ գործողությունները, իմ խոսքերը եւ ես հստակ անհերքելի փաստերով հիմնավորեցի, որ ես ոչ ոքին չեմ սադրել, որովհետեւ հասցեի մեկի այդ թվում թաղապետին ոչ մի վիրավորական խոսք չի հնչել, սակայն հենց թաղապետն ինքն է ինձ զանգահարել եւ սպառնացել եւ միտումնավոր հենց որ թաղապետն ասում, այո, ես զանգել եմ միտումնավոր, այսինքն էլ սպառնալիքը ոնց ալում, իրանք միտումնավոր զանգ են սպառնալ, վերջը ինձի ծեծեն, ինձի տանեն ձերբակալեն, մեղավորը լինեմ ես, դե ոնց է լինում, չի լինում, իրանց դեպքում լինում է, բայց ոչ հանրության աշկերում, դա ոչ ոքի մոտ ընկալելի չի։ Այս ծեծկրտուքին հաջորդեց ավականու անդամին պատկանող մեքենայի այրումը։ Շատերս կապում են այս դեպքի հետ, ինչ եք կարծում դուք այս մասին, եւ արդյոք շարունակություն կունենա։ Անկեղծ ասած շարունակությունը միանշանակ ունենալու է, որովհետեւ այդ ամեն ինչը ոչ ոք պատասխանատվություն չկրեց, այլ ընդհակառակը խրախուսվեց, դե եթե մի բանը խրախուսվում է, լավ բան են անում, ուրեմն դա շարունակություն կունենա։ Իսկ ինչը վերաբերվում է Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որ վառել են, անկեղծ ասած ես չեմ բացառում, որ դա ունի քաղաքական տառ եւ ազդարկ է դա ուղղակի մեսիջը վախի, որ մենք ձեր հետ վատ կվարը։ Հակառակ դեպքում այսօր իշխանության ղեկին ԿՊՆ-ն է։ Եթե դա քաղաքական պատվեր չի, այսինքն քաղաքական ազդար չէ, հարգելի պաշտոնյաներ ջան,
Բացահայտեք, հանրությանը ցույց տվեք, որ այդ միջադեպը, այս դեպքը, այսինքն եթե դուք չբացահայտեք այդ դեպքը, ուրեմն դուք շահագրգռված եք լինելու, որ այդ դեպքը ծածկադմփոցան, այլ կերպ, այլ ուրիշ բացատրություն չունի։ Կարծում եմ ժամանակը ցույց կտա այդ գործը կբացահայտվի, թե չի բացահայտվի։